ասեց, որ օրինակ եթե մամուլի հրապարակումներին հետևեն գիտեք հղում արեցես, ասեց ամիսը մեկ մամուլի հրապարակումները ծաղկակավ է կանգնում տալիս է կոռուպցիայի վերաբերյալ եւ այլն ռուսական շպիոնների 5-րդ Շարասյան վերաբերյալ տալիս է Նիկոլ Փաշինյանին, ասած կտանեն պատվարները կլցնեն ՄԱԱԾ-ի այս սպառնալիքը ում էր ուղղված, ինչի համար էր։ Վարչապետը խոսել է մամուլում տեղ գտած կոռուպցիայի մասին հրապարակող ինֆորմացիայի մասին, Անվտանգության խորհրդի գրասենյակը հավաքագրում է այդպիսի բոլոր հրապարակումները, միասնական զեկույց է կազմում, ամբողջական զեկույց է կազմում եւ տեղեկացնում է վարչապետին։ Վարչապետը խոսել է սրա մասին եւ այս աշխատանքը մենք երկար ժամանակ կատարում ենք եւ պարբերաբար բոլորի վերաբերյալ, այսինքն կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած հնարավոր բոլոր ինֆորմացիան, կարող է լինել ինֆորմացիաներ, չեմ ուզում պատմել, բոլորի վերաբերյալ եւ հիմնական ուշադրությունը մեր բնականաբար նաեւ կառավարության անդամների թիմ մարմիններում աշխատող քաղաքացիների, այսինքն բոլոր այն հրապարակումները ամենայն հավանականությամբ, որ դուք եք տեսնում, այդ հրապարակումների մասին, երբ որ հրապարակում է լինում, մենք հավաքագրում ենք, զեկույց ենք կազմում եւ ներկայացնում ենք վարչապետին։ Խնդրեմ, եկեք հաջորդ հարցը էլի։ Նիկոլ Փաշինյանը ինչ է, մեկ հարցի պատասխանելը ասաց, որ ինքը ոչ դատախազ է, ոչ քննիչ է, Գորկի Թաղապետի հարցի վերաբերյալ եւ պատգամավոր, հետո ասում է սա կտանեն լցնեմ ԱԱՑ պատվարը։ Սա հակասություն չի, ԱԱՑ պատվարը լցնելու լիազորություն արդեն ունի Հայաստանի վարչապետը, ի վերջո իրավապահ համակարգ ունի, որը պետք է դե ֆակտո անկամ։ Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով այն նկատի ունեցել։ Խնդրեմ, հաջորդ հարցը։ Պարոն Գրիգորյան, անվտանգության խորհուրդը ինչ կազմում է ամենահավաքելու, ոչ ուժային կառույցը, ոչ իրավապահ կառույցը, ես մասամբ եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորանքների մեջ վերել Դուք ինչ կանով եք համարում, որպես հեղափոխության արտադրության կանոնացման, ինչ կանով եք սա համարում հեղափոխական պաշտոնյաների կայլ, արդյոք դուք եք չեք գնում Սերժ Սարգսյանը, որտեղ Քոչարյանի իշխանության ճանապարհով։ Միանշանակ մենք չենք գնում այսպես կոչված նախկինների ճանապարհով, ինչն է պատճառը, որ անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք, մեր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի կոռուպցիայի դեմ, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, եւ անվտանգության խորհուրդը նաեւ դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում եւ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում ենք եւ տեղեկացնում ենք նաեւ զեկույցով վարչապետին, համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է եւ ազդում է Հայաստանի անվտանգության վրա։ Այսքանը որևէ նոր բան չկա, այնինչ հրապարակային եղել է, կարելի ասել այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը։ Շնորհակալ։ Ցանկացած սպառնալիք եթե լինում է, մեր ազգային անվտանգության ծառայության եւ մնացած այլ կառույցները ցանկացած իրավիճակի հետ կապված անվտանգությունը գնահատում են, եթե սպառնալիք է լինում, բնականաբար տեղեկացնում են։ Շնորհակալություն։